Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Ողջույն հարգարժան տիկնայք և պարոնայք, առաջին լրատվականի եթերում Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Այսօրվա մեր քննարկումը կսկսենք մի հարցից, որը առնչվում է թե Հայաստանի ներքաղաքական, թե հայ-ռուսական հարաբերություններում իրավական հարթությանը։ Ինչի մասին է խոսքը։ Ինչպես հայտնի է, ներկայումս բավականին ակտիվ պրոցեսներ են գնում Հայաստանի ներսում, կապված թե եկեղեցի պետություն հարաբերությունների, նաև այդ պրոցեսում Ռուսաստանի հայ համայնքի առանձին ներկայացուցիչների ներգրավմանը։ Եվ այստեղ հարց է ուղղակի առաջանում, իսկ որն է դրա իրավական հիմքը, օրինակ, մարդիկ ասում են, որ ողջ հայության անունից մենք անում ենք այս կամ այն հայտարարությունը, որ իրավունքով, որ մանդատով, արդյոք դա բոլորի անունից է և մի բան էլ իսկ որն է այն պատկերավոր ասած գործիքը, որ մեզ թույլ կտա այսպես ասենք ստուգել դա բոլորի անունից է, թե ուղղակի մարդիկ ուղղակի այսպես հռետորական պերճախոսության իրենց ունակություններն են դրսևորում և չեղած բանը ուղղակի ցույց են տալիս որպես եղած և մարդկանց էլ գցում թյուրիմացության մեջ։ Այս ամենը իհարկե իրավաբանի հետ քննարկման առարկա է, ինչի համար էլ ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայից, մեր հյուրն է Արմրոստ իրավաբանական հայ-ռուսական այդ ասոցիացիայի ղեկավար, փաստաբան, իրավաբան, իրավագետ Ռուբեն Կիրակոսյանը։ Բարև ձեզ, պարոն Կիրակոսյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերքի համար։ Բարև ձեզ։ Պարոն Կիրակոսյան, Հայաստանը մի առանձնահատկություն ունի, որ ինքնին ըստ էության միատարր երկիր լինելով, բայց այնուամենայնիվ հայության, այսպես ասենք, 70-75% ըստ որոշ տվյալների էլ դրանք սփյուռքա հայերն են, այսինքն ոչ Հայաստանում ապրողները, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետությունն է, որպես այդպիսին։ Բայց մյուս կողմից էլ իհարկե մենք ունենք թե համահայկական համերաշխության մասին պատկերացում, ունենք օրակարգեր դրա հետ կապված, ի վերջո մենք ոնց որ ասում են, այո, մեկ ազգից ենք, Եվ այստեղ շատ հարցեր իրավական գալիս են և հատվում են իրար և շատ կարևոր է հասկանալ ընդհանրապես ով ինչի իրավունք ունի, ինչի իրավունք չունի, տարբեր հայտարարություններ ինչ մանդատով են ամրագրված, ինչ մեխանիզմով է այդ մանդատը ձևավորվում կամ չի ձևավորվում, կամ դրանք ուղղակի ինքնակոչ հայտարարություններ են։ Դուք հավանաբար որպես իրավագետ, որպես իրավաբան ևս այս հարցերի հետ կապված ունեք ձեր պատկերացումները և ցանկալի կլիներ, որ կիսվեիք այդ պատկերացումներով, համեցեք։ Շնորհակալություն, իհարկե շատ խորը և ճիշտ հարցեր եք բարձրացնում, այս հարցերը վաղուց էին ծագել, օդում կախված էին, որպես մենք տեսնենք դրա հետևանքը, որ մեր հայ ազգը մինչև օրս սահմանա ուրեմն հավաքված չէ որպես մի կառույց, մենք դառել ենք մի օրգան, որը իրարից անկախ են, գոյություն ունեն սփյուռքերում, գոյություն ունի Հայաստանի Հանրապետություն, նախկինում գոյություն ուներ Արցախ եւ այլն տարբեր ձևի նույնիսկ ասեի գոյություն ունեն սուբ հայկական
պսևդո հայկական ինչ-որ արդեն համայնքներ, որտեղ երևակ արդեն հայոց լեզու էլ չկա, բայց օրինակ կրիպտոհայությունը Թուրքիայի եւ այլն կան այդպիսի օրինական անի ծագում ունեցող Կիլիկիա ունեցող հայեր, որոնք այսօր ապրում են Ռոստովի Դոնի կողմերում, նրանք էլ շատ իրենց յուրատուկ դիալեկտով են խոսում հայերեն, համարյա անհասկանալի բոլորիս։ Եվ այլն, դա խոսում են ամասին, որ մենք որպես մեկ մարմին գոյություն չունենք, եթե կերպարավորել մենք չունենք գլուխ, այսպես մարմին ենք առանց գլխի, որտեղ այդ գլուխը չի ղեկավարում մարմնին, կան ձեռքեր, կան ոտքեր, կան ուրիշ օրգաններ, բայց չկա ղեկավարող մի կենտրոն, համակարգիչ կենտրոն չկա, որը այդ ամբողջ ցրված, բաժանված, կիսված, քրթված իրարից մասերը կհավաքի, դա կդառնա մեկ ուժ, մեկ ձայն, մեկ գաղափար, մեկ մշակույթ եւ այլն։ Խնդիրը դա պատմական է, իհարկե, դա այսօր չի եկել, դա հարյուրամյակներով է եկել այսօր ասել մեր այդ խնդիրը։ Ուղղակի այս անկախությունը ձեռք բերելուց հետո այդ խնդիրի խորհրդային միությունը այդքան իրական չէր երևում, այնտեղ մեկ պետություն էր, ամեն ինչ հասկանալ էր, շատ պարզ էր եւ հասարակ էր։ Հիմա արդեն երևում է իրականում, որ մեր պետականությունը կարիք ունի նրան, որ նա պետք է իր ինքնունությունը որոշի նա հայազգի որ մասի ներկայացուցիչն է։ Հասկանում ենք, որ կա քաղաքացիություն, կա ներքին օրենսդրություն, կա ազգային ժողով, կան ղեկավար մարմիններ, ուղղակի պետք է հասկանալ ինչ փիլիսոփայությունից ենք ելնում։ Այո։ Հայաստանի սահմանադրության մեջ ուղղակիորեն գրված է, որ Հայաստանը ուրեմն սատարում է հայոց լեզվի, հայ մշակույթի պաշտպանում աշխարհում մեկ։ Այո։ Եթե չեմ հյուրում, մոտեցյալ չեմ հիշում, եւ այլն, ասես Թուրքի հետ ուղղակի կապի մեջ է գտնվում։ Այնպես որ նշանակում է, որ մենք ինչ որտեղ հասկանում ենք մեր խնդրի ուրեմն վեկտորը, այսպես ասած, որ մենք չպետք է մոռանանք իրար, ոչ մեկը դուք ճիշտ ասացիք, որ ազգի մեծամասնությունը փաստորեն հանրապետությունից դուրս է, հայրենիքից դուրս է ապրում, դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ մենք կներեք, պետք է ասել, որ մենք փախստական ազգ ենք, որ այդ 70%-ը ինչու են դրսում հայտնվել։ Դե չեմ ասում Հայաստանից են փախել։ Պատմականորեն պես ասել, որ կուտակվել են այն պետությունները, որտեղ նրանց չեն հետապնդում։ Եվ դա բերել է նրան, որ դարել են այդ փախստականության հոգեբանությունը դարել է արդեն մեր համար կյանքի ձև։ Պետք է Հայաստանը գտնի այնպիսի փաստարկներ կարողանա եւ ապացույցներ, որպեսզի եթե շահագրգռված է դրանով, որպեսզի հայրենակիցները վերադառնան տուն։ Դեռ այդպեսի բան չի կատարվում, դեռ ժամանակ առ ժամանակ, ուրեմն նախկինում կար Սփյուռքի նախարարություն կար Հայաստանում, որը համակարգում էր այդ աշխատանքը, վատ չէ, լավ չէ, համակարգում էր, ոնց կարողանում անում էին, չեմ կարող ասել, որ կատարյալ էին անում, բայց կար ինչ-որ աշխատանք, այն բաժիններ, տարբեր պետությունների հավաքում էին տարին մեկ մեզ բոլորիս համաժողովներ էին անցկացնում, ինչ-որ որոշումներ էին կայացնում, հետո այդ ամեն ինչը կորավ։ Հիմա կա մեկ անց լիազոր ուրեմն ներկայացուցիչ Սփյուռքի օֆիսում ուրեմն գրասենյակը Հայաստանում որպես նախարարություն դա արդեն գոյություն չունի, որի այսօր Հայաստանի պետական ծառայության օրենքի 21 թվականին այդտեղ փոփոխություն ասես որ պետք է այդ լիազոր ներկայացուցիչ ունենա իր ներկայացուցիչները Սփյուռքի պետություններում, որոնք պետք է աշխատեն տեղում Սփյուռքի հետ եւ որպես կարողանան ստեղծել, որ նրանք դառնան այդ կապող կամուրջները հայրենիքի հետ։ Այսօր 25 թիվն է, միջերոսոր ներկայացուցիչը չկա Ռուսաստանում։ Չնայած կան եվրոպական պետություններում, ես երեքաշվեցի 17 պետությունում այդպես ներկայացուցիչներ արդեն նշանակված են Հայաստանի կողմից։ Իսկ ահռելի ամենամեծ թուրքը չունի այդպիսի ներկայացուցիչ։ Եթե այդպիսի ներկայացուցիչ այստեղ լիներ, նա կարողանար դառնալ միացնող բոլորիս այստեղ, որ մեր մեջի մսկրտումն, մեր մեջի վեճաբանությունը վերանար գոնե այստեղ տեղում, քանի որ հայությունը որպես մեկ օրգանիզմ, մեկ սփյուռք գոյություն չունի։ Հենց այս դեպքը ինչ որ կատարեց պարոն Կարապետյանը, դա ցույց է տալիս, որ չկա մի ամեն օրգան, որը կարողանար իր կարծիքը արտահայտել։ Դա արդեն ուրիշ խնդիր է, հարցը ինչու չի ստացվել այս տարիների ընթացքում։ Հիմա որ ասենք 30 տարի, 20 տարի այստեղ Սփյուռքը եղել է գործարարների մենաշնորհը,
դրա հետևանքները, եթե մենք եկեք ուղղակի օբյեկտիվ նայենք, աշխարհի վերջի անկախության տարիներին հայազգի ամենաակտիվ դասը եղել են գործարարները։ Սերժ Ժիլագանից հետ սկսենք հիշել, Արկադի Վարդանյանը, Լևոն Հայրապետյանը, ով կա այնտեղ Ռուբեն Վարդանյանը։ Դա հետաքրքիր պարադոքս է, հասկանում եք, որ մեր մոտ հասարակական ոլորտի լիդերները ամենապես ասած ունևորներն են դառնում։ Դա ինչքանով է ճիշտ է, չգիտեմ։ Իմ համար դա պարադոքս է, ինչու հասարակական գործիչները չեն դառնում մեր ուրեմն առաջնորդները։ Հոգեբանական ինչ-որ մեր մեջ բան կա, որ մեր եթե հարուստ է, ուրեմն ամենաճիշտն է։ Ուրեմն բոլոր հարցերում ամեն ինչ գիտի։ Ես ոչ մի բան չեմ ուզում ասել ոչ մեկի մասին։ Այսօր մենք գտնվում ենք, մենք քննություն ենք հանձնում։ Պարոն Կարապետյանը արժանապատիվ միանձնավորություն է, բարերար, ուղղակի բացառիկ ուրեմն որ ունի հեղինակություն ինչ Ռուսաստանում, ինչ Սփյուռքում, հույսով եմ Հայաստանում էլ նույնպես։ Եկեղեցու ինչքան է օգնել նա, հիվանդանոցները, վայել Ղարաբաղին, դա բոլորս էլ գիտենք արդեն։ Բայց տեսնեք, այդ ամենը վարքյանական արժեքազրկվում է, ու չի արժեքազրկվում, որովհետև պետությունը դա չի ընդունում որպես բացառիկ մի արժեք, որի համար պետք է մարդը ունենա ինչ-որ հարգանք ունենա նկատմամբ լինի։ Ինչ վերաբերում է դա ֆիլոսոֆիական մասին, ինչ վերաբերում է իրավաբանական մասին, այդ 422 հոդվածը, որով նրան հիմա պատասխան են հրավիրում, այնտեղ նշված է, որ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելու կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր։ Ես մասնագետ չեմ բանասիրության կամ հայոց լեզվի արտասթիչանի, այս էլ լինելով հայաստանացնունդ, Երևանի ծնունդ անձնավորություն տարիներ շարունակ ապրում դրսում, բայց իմ հասկացողությամբ իշխանից այս բովանդակությունները չեմ կարող կապել նրա վերաբերյալ։ Կան իհարկե Հայաստանի քննչական մարմիններ, որոնք որոշումները ընդունում են եւ կայացնում են, իրանք իրենց տրամաբանություն ունեն, բայց ես որպես փաստաբան լինեի, ես առաջին հարց կբարձրացնեի նշանակել փորձագիտական ուրեմն էքսպերտիզա։ Եզրակացություն ստանալ, արդյոք բանասիրական, արդյոք կա այստեղ կոչեր իշխանության վերաբերյալ կամ տապալելու, չգիտեմ, սահմանադրական կարգը տապալելու, ինչի դա այդ ամենը ենթադրական բնույթ է կրում այսօր դեռ իմ տեսակետից։ Այդ ամենը պետք է դեռապացուցվի։ Հա, բնականաբար իրավական process է գնում, կա մեղադրող կողմ, կա պաշտպանական կողմ, կա դատական մարմին, այդ երեքի, այսպես ասենք, բանավեճի արդյունքում էլ հանգուցալուծում կտրվի։ Պարոն Կիրակոսյան, տեսեք մի սենց հարց էլ Ռուսաստանում հայերի այսպես տեղաբաշխումը, հա, այն էլ անծայրածիր այդ տարածքում շատ դիսպերս է, այսպես ասենք, լավ ասենք, եթե Հայաստանը նշանակեր Մոսկվայում, Մոսկվայում պետք է նստեր այդ ներկայացուցիչը, բայց համայնքներ կան, չգիտեմ, էլ Տյումենում, էլ Կամչատկայում, էլ Վլադիվոստոկում, այդ Մոսկվայում նստած խեղճ ներկայացուցիչը ոնց այդ հարցերը լուծի, ասենք պետքա, չգիտեմ, Messenger-ով հետները խոսա, Երևանից նստած կխոսա, ինչ տարբերություն, օրինակ եմ ասում, էլի։ Այսինքն այստեղ մի քիչ բարդություններ կան, որ դուք մեջբերեցիք սահմանադրությունից այդ կետը, որ այո, հայոց լեզվի եւ մշակույթի տարածումը, այո, պետությունը որպես իր այսպես պոզիտիվ պարտավորություն է վերցնում իր վրա։ Բայց այդ կապը ոնց որ չի ստացվում, էլի, եւ որտեղ եք դուք խնդիրը տեսնում կազմակերպական առումով, իրավական առումով այստեղ ինչից է գալիս այդ փոխադարձ ընկալման այդ բարդությունը, հա, որովհետև մի բան է Հայաստանում ապրողը, չէ, բայց մեկ էլ ասենք մեզ դե օրինակ սոցիալական ցանցում մի բանավեճ է գնում եւ մենք տեսնում ենք Հայաստանից դուրս ապրող մի մարդ ցենց արմատական դիրքերից
ոնց կարելի է խփենք, ջարդենք, էս անենք, այն անենք, նայում ենք Հայաստանից ասենք 5000 կիլոմետր հեռու է ապրում, դե մարդիկ էլ ասում են եղբայր մենք ենք ստեղ ապրում, էլ եկեք տենց բաներ մի արեք, պետք չի, լավ բան չեք անում, լավ ծառայություն չեք մատուցում, կարող եք օգնել, օգնեք, չեք կարող օգնել, մի խանգարեք, այսպես ընկալում կա ու դա սկսում է սառույց առաջացնել, էլի, համեցեք։ Համաձայն եմ ձեր հետ, շատ կարևոր ցավալի հարց եք բարձրացնում, ուրեմն խնդիրը նրանում է իմ հասկացողությամբ, իմ կյանքի փորձից ելնելով իրավաբանի փիլիսոփայի որպես, որ մենք չունենք համազգային ղեկավար մարմին։ Այսօր Հայաստանը եւ համահայությունը համաշխարհային ունեն տարբեր եզրերով են ապրում, տարբեր հարկերով են ապրում, տարբեր խնդիրներ են լուծում։ Մեկը լուծում է իր ինքնուրույնությունը պահելու հարցը Կամչատկայում, մյուսը լուծում է հարցը ոնց խաղաղություն ապահովի իր բնակչությանը Հայաստանում։ Մյուսը լուծում է, չգիտեմ, ոնց տեղափոխվի Սինգապուրից Ավստրալիա եւ այլն, օրինակի համար։ Հայության կես ապրում է Ռուսաստանում, Սփյուռքի մյուս կես ապրում է Ուկրաինայում, իրար ճակատ են գնում։ Մեկ մաս ապրում է Պարսկաստանում, մյուս մաս ապրում է Իսրայելում։ Ինչի դա կբերի։ Մենք չունենք համակարգիչ կենտրոն համաշխարհային հայության, այդ 70%-ը ու 30%-ը պետք է գան իրար հետ համաձայնության ինչ-որ մի ձևի, պետք է դրա համար պետք է լինի մի հարթակ։ Այդ հարթակը կամ պետք է լինի Հայաստանը, կամ պետք է լինի ավելի համահայկական մի կառույց, որտեղ եւս Հայաստանը պետք է մտնի որպես հիմնադիր եւ Սփյուռքի կառույցները, որտեղ նրանք կարող են նստել եւ հավասար իրար հետ խոսել, մի կլոր սեղան լինի վերջապես։ Արդեն 20-30 տարի դրա մասին խոսում ենք, որ չկա դիալոգ, երկխոսություն չկա։ Այստեղ մեկ հարց է լուծում, այնտեղ ուրիշ հարց է լուծում։ Ես չեմ ուզում ասել Հայաստանի եւ Սփյուռքի, չնայած այդ էլ կա, եւ մրցակցություն կա իր մեջ։ Միշտ եղել է դա, այս անկախության տարիներին։ Ես հիշում եմ սովետական ժամանակակցի բան չկար, կային մտավոր անձինք, որոնք այստեղ Սփյուռքը ղեկավարում էին, գիտնականները, այն շատ հայտնի մարդիկ էին, հիանալի կրթամշակութային կառույցներ են այդ սփյուռքային կառույցները։ Հիմա ոչ, վերացել է այդ ժամանակը, հիմա գործարարներ են առաջ եկել։ Դրանք էլ իրենց ձև են անում այդ հարցում։ Մենք պետք է կարողանանք այնքան հմտություն ունենալ, որ հասարակական գործիչները դուրս գան առաջ, վերջապես խոսացող մարդիկ պետք է գործարարները միշտ լինեն, նրանց ոչ մի հնարավոր չի, նրանք ահռելի աշխատանք են անում, նրանք ստեղծում են մեր ազգի տնտեսական ֆունդամենտն է ստեղծում։ Բայց պետք է լինի աշխատանքի կիսում, ամենքեր գործը պետք է անի։ Մեկ շաբաթ առաջ մենք գնացինք այստեղ հասարակական գործիչներով Պարսկաստանի դեսպանատուն, գնացինք մեր մտահոգությունը արտահայտեցինք, տեսնենք ինչ հրճվանքով մեզ ընդունեցին պարսիկները։ Ոնց տեսան մարդիկ, որոնք կարող են գալ եւ արտահայտվել, խոսել, կիսվել, Ինչքան դաշգիրում ենք իրանց մամուլում դաշ դրա մասին գրեցին, որ հայերը եկել են մեզ աջակցել են այստեղ Ռուսաստանում։ Շրջապատված էր շենքը ոստիկանությամբ մեզ բաց թողեցին ներս, դեսպանատանը երկրորդ փոխն դեսպանիչը մեզ ընդունեց, հիանալի մի վերաբերմունք էր։ Ուզում եմ ասել, որ եղբայրներ, եկեք մենք կարողանանք իր մեջ պայմանավորվել, ով ինչով պետք է զբաղվի։ Այդ դեպքում ամեն ինչ լավ կլինի։ Եվ ով ինչով չպետք է զբաղվի։ Ասում եմ, ինչպես նաև ով ինչով չպետք է զբաղվի։ Այո։ Այդ հարցը պետք է որոշել, ով ինչով զբաղվի, ով ինչով չզբաղվի։ Միգուցե այդ դեպքում պարզ լինի ամեն ինչը։ Միգուցե հարցը որ ոսպասեն գլխից ոտքերից գլխի վրա ենք ամեն ինչը դրել, հասկանում եք։ Բոլորը զբաղվում են ամեն ինչով միաժամանակ։ Ով միշտ գտնվում են ամեն զբաղվում են։ Բոդեքինոս Սփյուռքում այդպես է։ Ով ամբիցիա ունի, ով անուն ունի, ով հնարավորություն ունի, բոլորը իրենց ձենը արտահայտում են։ Դա խոսում է բոլորի մոտ ցավ կա, հասկանում եք, պարոն Մերական, բոլորի մոտ էլ ցավում են։ Իհարկե։ Լսող չկա։ Այդ հարթակը չկա, որտեղ պետք է արտահայտվի պարոն Կարապետյանը, որ նրանք լսեն։ Այսպես չպետք է վերաբերվեն, հասկանում եք, պետք է վերաբերվի, նա պետք է ունենա այդ հնարավորությունը, որ գա այդ հարթակում ելույթ ունենա ու համայն հայությունը նրան լսի, ասի, այո, պարոն Կարապետյան, դուք ճիշտ եք։ Մենք ընդունում ենք կամ չենք ընդունում, կամ սա այսպես չի, սա այսպես է եւ այլն։ Չի ստեղծում այդ հարթակը միտորի արվում, թե հակարծակի ասում չգիտեմ, բայց դե ֆակտո չկա այդպիսի հարթակ։ Այն ժողովը, որ ասել կոչում է ազգային ժողով, ես
ուղղակի զուտ բանասիրական եմ ասում, էլի ֆիլոսոֆիական իմաստով դա Երևակայ պետք է լինի ոչ թե ազգային ժողով, այլ հանրապետական ժողով պետք է լինի, ազգային ժողով գոյություն չունի։ Պետք է ստեղծել ազգային ժողովը, որտեղ ազգի ներկայացուցիչները հավաքվեն եւ Հայաստանում մի ժամանակ խոսում պետք է լինի Պարլամենտում պետք է լինի երկրորդ պալատ ստեղծեին, Սփյուռքի պալատ պետք է ստեղծվեր, խոսակցություններ են գնում, որ Սփյուռքի ներկայացուցիչները կարողանան եւս ունենալ իր մի հարթակը ազգային ժողովում։ Լինի դա խորհրդական ձևով լինի, չեմ ասում օրենսդրական, բայց ինչ-որ մի ձևի պետք է հնարավորություն ունենա արտահայտվել։ Միգուցե այդ ժամանակի շոբանքը փոխվի։ Ժամանակին հարց ենք բարձրացնում ինչ են, ուրեմն ընտրությունների քվեի ժամանակ ինչու այդ 70%-ը ձայն չունի։ Չնայած ոնց որ թե Սահմանադրության համաձայն Հայաստանի բոլորս էլ հավասարաչափ ընտրական ձայն ունենք, բայց Հայաստանի օրենսդրական այդ ընտրական օրենսգիրքը պարտադրում է ընտրությունները պետք է մենակ Հայաստանում անցնեն։ Այդ քվեակետերը մենակ Հայաստանում կարող են գոյություն ունենալ։ Ինչու՞։ Եվ այլն, գոնե մարդիկ գոնե ընտրությունների ձևի հնարավորություն ունենան արտահայտվել։ Դա այդ խնդիրը հիմա չի ստեղծել, նորից եկեք այնպես չէ որ մեկի դեմ եմ ես ասում հիմիկվա։ Այս խնդիրը արդեն 20-30 տարի գոյություն ունի։ Ինչու այդպես, որտեվ հենց ի սկզբանե Հայաստանը իր ծննդյան օրվանից Թուրքիա հետ խնդիրներ ունի։ Չլուծված, մրցակցության խնդիր ունի միգուցե իրար չհավատալու, չվստահելու, չգիտեմ դա որտեղից է եկել։ Բայց միշտ հիմա դա այդ ստվերը մեզ հետապնդում է։ Մենք ինչ որ տեսնում ենք, դրա հետևանքն ենք տեսնում։ Շնորհակալություն։ Պարոն Կիրակոսյան, եւ տեսեք ակամայից մարդու մտքին ընդհանրապես երբ առնչվում է մի խնդրի հետ, միշտ զուգահեռներ են գալիս, ասենք այլ օրինակների վրա, ասելիքս ինչն է, ասենք Իսրայելը եւ հրեական Սփյուռքը, չէ՞։ Դե մենք գիտենք դրա մասին շատ գրականություն կա, մամուլն է շատ գրում, ընդ որում հրեաները բազմաքանակ են թե Ռուսաստանում, թե Միացյալ Նահանգներում, թե Եվրոպայում, եւ որոշակի, այսպես ասենք, մոդուս վիվենդի է ձևավորվել Իսրայելի եւ հրեական Սփյուռքի մոտ։ Ընդ որում այնտեղ նույնիսկ հոսանքները այնտեղ շատ ավելի բազմազան են։ Նույնիսկ հրեական Սփյուռքում մի այսպես շատ հստակ հոսանք կա, որը ուղղակի բաց տեքստով դեմ է Իսրայելի գոյությանը, հա, ասում է դա հրեաների համար միայն վնաս է բերում եւ ոչ մի օգուտ դրանից չկա, մենք այդ պետության գաղափարին դեմ ենք։ Ինչ-ինչ, բայց օրինակ հայության մեջ նման բան չկա, էլի։ Հա, պատկերացումները տարբեր են, թե այդ պետությունը իր ֆունկցիոնալով ինչպիսին պետք է լինի եւ այլ, բայց որևէ մեկը չի ասում, չէ՞ պետք է Հայաստանի Հանրապետություն, պետություն չլինի։ Չկա հայության մեջ տես բան, էլի։ Ասելիքս ի՞նչն է։ Այնտեղ որ ասենք այսպես մի համազգային կառույցներ կան, այնպես չի որ այդ կան, որ կոչվում են համահրեական կոնգրեսներ եւ այլ, բայց այնպես չի որ հա անունով կան, բայց նես չի որ բոլորին բերում են մի ընդհանուր հայտարարի։ Բայց մյուս կողմից էլ այն խմբերը, որոնք համագործակցում են Իսրայելի հետ, շատ էֆեկտիվ են համագործակցում։ Ասելիքս սա է։ Ու այնպես չի որ սփյուռքահայերը պակաս են սիրում Հայաստանը, քան ասենք սփյուռքի հրեաները Իսրայելն են սիրում, հա, ես շատ հեռու եմ այդ մտքից։ Ուղղակի մենք այդ համատեղ գործունեության այդ մեխանիզմները ոնց որ չունենք, թե փորձը չունենք, թե ընկալումը չունենք, թե ուղղակի չենք նստել իրար հետ չենք խոսել ուղղակի այդ հարցի շուրջ։ Կամ մի հատ օրինակը չենք վերցրել, ասենք ադապտացնենք, որ նորից զրոյից հեծանիվ չհորինենք։ Համեցեք։ Իրականությունը դժբախտաբար այդպես է, ճիշտ է որ հրաները ենք մենք միշտ մեզ որպես հայլու մեջ նայում, փորձում ենք հասկանալ որ բանաձևն է։ Իսկ սկզբանե Իսրայելը ստեղծվել է Սփյուռքի կողմից, հրեա Սփյուռքի կողմից ստեղծված պետություն է, չկար պետականություն, հազարանակ չունեն պետություն, չէ։ Սփյուռքը հավաքվել է իսրայելական եւ ստեղծել է այդ պետությունը։ Անապատում ստեղծել են։
Ամերիկայի, Գերմանիայի, չգիտեմ, ում միջոցով կարողացել են համոզել, որ դա պետք է իրանց։ Ձգտել են դրան, պայքարել են այդ պետության համար։ Սովետն էլ օգնեց։ Դժբախտաբար մենք պետության համար չենք պայքարել երբեք։ Այդ պետությունը դե ֆակտո եմ ասում, մեզ երկնքից է ընկել։ 91 թվականին, 92 թվականին, երբ որ սովետական միությունը քանդվեց։ Չնայած մենք պատերազմեցինք այդ թվերին, Արցախյան պատերազմ եղավ եւ այլն։ Այն միջալոց եւ 21 թվի պետությունն էլ առաջին հանրապետությունը եւս հայտնվեց եկավ առաջ կայսերության փլուզման պլատակների վրա։ Մենք պետք է ասենք, մենք պետականամետ ազգ ենք, թե ոչ։ Ասածս դա է, մեր հոգեբանության մեջ մենք դարավոր պատմություն ենք ոչ պետականորեն գոյատևելու, չէ՞։ Այս փյուրքահայությունը որտե՞ղ է 70%-ը է գալիս, դա եղել է մեր մտածելակերպն է եղել, այս փյուրքային, այդ գաղութային մտածելակերպը։ Հարմարվել ենք դրան երևակայի, թե համակերպվել ենք, ես չգիտեմ ինչ ոնց է դա կատարվում, բայց արդեն ահագին ժամանակ է անցել, դա պետք է կոմպլեքսներ արդեն անցնեն։ Արդեն պետք է առաջ գարեն հինավուրց հայկական փիլիսոփայությունը պետք է արտնանա վերջապես, հասկանում եք, որը մեզ միշտ պետք է լինի ոնց որ գագաթնակետը մեր մտածելակերպի, մեր նպատակի, մեր ինքնասիրության, արժանապատվության ներքին վերջին հաշվով, որ մեր հետ հաշիվ նստեն։ Դա արդեն մարդկային զուտ պետք է լինի ձգտում, ամեն մեկից մեջից դա պետք է բխի։ Ոչ թե գնանք ուղղակի աշխարհ նայենք, զբոսաշրջիկություն անենք, հետ գանք, ոչ, պետք է լինի գնում ենք աշխարհ եք տեսնում, չէ՞, տեսնում ենք պետություններ, չէ՞։ Ներքուս մեր ոտ չի առաջանում հարցես, ինչու են ասում Իսպանիաներում այսպես, իսկ մեր Հայաստանում այսպես։ Դա պետք է հարց առաջանա, չէ, որ ձգտում առաջանա, գոնե այդ հավատալու հետևանքով։ Խնդիրը այդտեղ է, որ մենք պետք է ներքուստ ամեն մի հայ կարողանա իր մեջ արթնացնի այդ ինքնասիրությունը իր, որ հասկանա, որ ամեն ինչը չէ, որ կեցվածքի մակարդակով է որոշվում, բարեկեցությամբ։ Կան ավելի կարևոր բաներ։ Նիկոսեև Հայոց եկեղեցին դրա մասին է ուզում հիշեցնել բոլորիս, որ կան հասկացություններ, որոնք չի կարելի վաճառել, պետք է մենք հասկանանք, որ մենք հին քրիստոնյա ազգ ենք եւ դա հավատի համար դաժան պատիժ ենք կրել եւ հաղթանակներ ենք ունեցել, եկեք գոնե պաշտպանենք, ինչ որ ունենք, չի կարելի այդպես այդ ամեն ինչը փշրել։ Մեզ աշխարհում դրա համար են հարգում։ Եվ ամփոփելով մենք Սերսիկ այդ հարթակը էլի օրիզենի չի ստացվի, վերադառնանք նա, որ հրաները ձգտել են պետություն ստեղծել, իսկ մենք այդ պետությունն շատ անտարբեր ենք նայում։ Նորից ասում, որ մենք չենք պայքարել դրա համար։ Մենք պետք է այդ մեր մեջից դա գա, որ կանանք այդ երկրորդ անգամ ճակատագիրը մեզ այդ հնարավորությունն է տալիս։ Պետք է մենք դրանից օգտվենք։ Դժբախտաբար սովետական միության այդ ամբողջ այդ ահռելի մեր մտավոր մեր հայրերի, պապերի թողած ժառանգությունը մենք չկարողացանք օգտագործել։ Մինչև դա սարսափելի ցավ է, որ մենք ունենք այդպեսի ով է Հայաստանը կառուցել, մեր սովետական սերունդն է կառուցել, չէ՞։ Ոնց կա, Մերգելան ինստիտուտ ունենք, Զվարթնոց օդանավակայան ունենք, չգիտեմ, Հյուրականի աստղադիտարան կա, համալսարան կա պետական, կան ֆանտաստիկ հայ անուններ, Ալեքսանդր Թամանյանից սկսած, Օրբելի, Վիկտոր Համբարձումյան, Արնո Բաբաջանյան, Սարյան, նրանց երևի 90%-ը դա դե ֆակտո այդպես է ստացվում, դրանք ռուսահայեր են։ Ռուսաստանից եկած հայեր են եղել։ Հիմա չգիտեմ ինչու է այդպես ստացվել, բայց միգուցե սովետական միության մեջ այդպես է դիրքը, որ պետք է սովետական միությունը իր ուժերով դրախտ կառուցի, դրախտը կառուցեցինք, ոնց կարողացան մեր հայրերը, ինչ արեցին շնորհակալություն, չի կարողացան, հիմա մենք դրանց մեղադրելու իրավունք չունենք։ Շատ դաժան ժամանակ են ապրել։ Եկեք սիրենք մեր պատմությունը, եկեք նրանց խոհեն վերաբերվենք։ Չի կարելի այդպես ամեն ինչը թե ստվեցինք կամունի, ում ենք մենք պետք է քրդերի նմանած դառնանք, թե գնչուների։ Հետո Եվ պարոն Կիրակոսյան, ամփոփելով, երբ ասենք, այսպես ասենք, հա, երբ
կար ընկալում, որ աշխարհում կա ինչ-որ իրավունքի հիման վրա մի աշխարհակարգ, այդ ժամանակները կարծեք թե վերջացել են։ Այդ աշխարհակարգը էլ չկա, նորը դեռ չկա։ Եվ հիմա այսպես մի փոթորիկ է գլոբալ, եւ հիմա Հայաստանը լուծում է, այսպես ասենք, իր կենսունակության, դիմակայունության, ապահովման հարցը, բարձ ժողովրդի լեզվով ասած, այսօր մենք լուծում ենք ոտնատակ չընկնելու հարցը։ Հա, ասենք, բոլորը բոլորի հետ կռվում են եւ այլ, մենք մեր կռիվներն էլ լավ, վատ, ավել, պակաս արեցինք, հիմա փորձում ենք ինչ-որ նորովի հարաբերություն կառուցենք, այնպես որ երբ տորնադո է լինում, չէ, այդ տորնադոյի ամբողջ այդ տարածքում ամենահանդարտ կետը այդ տորնադոյի աչքն է, չէ, հենց կենտրոնում քամի չկա, բայց այդ աչքից դուրս փոթորիկ է, ասենք բեռնատար մեքենան հանում է օդ, հիմա, տենց Հայաստանի տրամաբանությունը քաղաքական, ներքաղաքական, արտաքին քաղաքական, ոնց որ այդ աչքը լինելու մտայնության վրա է կառուցված, հա։ Ինչ եք կարծում, Սփյուռքում կիսում են այդ մտայնությունը, թե ոչ, որովհետև առաջ կարելի էր խորհուրդներ էլ տալ, մատ էլ թափ տալ, չգիտեմ ինչ-որ ամբիցիաներ ռեալիզացնել եւ այլ, հիմա այդ ամենը այնքան ավելորդ է դարձել, էլի, հիմա ոնց որ շատ ավելի սենց հողի վրա հարցեր կան լուծելու, ձեր կարծիք, համեցեք։ Պարոն Մեղրապյան, եթե մենք գոնե մեր սերունդի պատմությունը վերլուծենք, մենք հետաքրքիր օրինաչափություն ենք տեսնում։ Հայաստան է Սփյուռք, որ Սփյուռքը եւ Հայաստանը Սփյուռքը սկսում են իրար հասկանալ եւ իրար սիրել, երբ որ ճգնաժամ է առաջանում Հայաստանում, երբ որ կարիք է առաջանում Սփյուռքի մեջ։ Լինի դա երկրաշարժ, լինի դա պատերազմ։ Միշտ Սփյուռքը դուք մեկ եղբայրն եք։ Եկեք օգնեք այսպես, այնպես ամեն ինչով։ Երբ որ ճգնաժամը վերանում է, ամեն ինչ փոխվում է միանգամից, բոլոր վեկտորները փոխվում են։ Հայաստանը դառնում է ձեր կոչված աչքը, մնացած է բոլոր դառնում է աչքը հանողը, հասկանում եք։ Պետք է մի ունենալ մեկ փիլիսոփայություն, որ նա չփոխվի այդ կենսական խնդիրներից օրվա։ Մենք պետք է ունենանք սուպեր նպատակ փիլիսոփայական, մենք պետք է հասկանանք որպես մի ազգ մենք ինչ ենք, ուր ենք գնում, ոչ թե որպես Հայաստան կամ Սփյուռք, այլ մենք միասին բոլորս այս աշխարհին ինչ ենք ուզում ասել։ Մեր առաքինությունը ինչու՞մն է որպես ազգի։ Հայաստանը այդ առաքինության, այդ փիլիսոփայության պրոդուկտ, հետևանքն է։ Առաջնականը չէ, նա երկրորդականն է։ Հասկանում եք, այդ փիլիսոփայությունը ձեռելով ստեղծվում է արդեն ազգային կառույցներ, պետություններ, հիմնարկություններ, կազմակերպություններ եւ այլն։ Հրաները հավաքվել են, սկզբից գաղափար են ունեցել, չէ, փիլիսոփայությունը է, բայց պետություն է պետք։ Հետո այդ պետությունը սել են ստեղծել։ То есть նախնական այդ փիլիսոփայությունն է, գաղափարախոսությունն է, մենք պետք է այդ գաղափարախոսություն ունենք համազգային։ 5-րդ դարում ունեցել ենք ֆանտաստիկ գործ են արել մեր նախկինները, Վրամ Շապոխը, Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարտևը, ֆանտաստիկ աշխատանք են նրանք արել, որը մինչև օրս մեզ պահում է։ Այո։ Արդեն 1000 քանի տարի մեզ պահում է գիր ու գրականությունը եւ այլն, որովհետեւ պետությունը, այն ժամանակի մտավորականությունը միավորվել են իրար հետ։ Եվ կարողացել են ճիշտ բանաձև գտնել, այնպեսի մի բանաձև են գտել, որ մինչև օրս մեզ արժեքավորում է։ Մենք պետք է հիմա եւս նման աշխատանք տանենք, որ պետությունը դառնա հայ ազգի հետ այդ 70% հետ մի մարմին, ոչ թե իրար հակաճառող մարմիններ։ Այդ դեպքում մենք կլինենք անհաղթելի, անպարտելի։ Եվ Հայաստանի որպես առանցին սուբյեկտ, միջազգային իրավունքի սուբյեկտ, սուվերենության երաշխավորը մենք ենք։ Պետք չի մտածել ուրիշ պետությունների մասին։ Եկեք մեկ անգամ փորձենք ինքներս մեր վրա հույս դնել վերջապես։ Ինչու մենք մեր վրա մեր հավաքենք, ասեք Սփյուռքահայություն, այստեղից այնտեղից դուք եք մեր սատարող, մեր երաշխիքները։ Չկամտանեք ոտնատակ ենք զանելու։ Մենք ստեղծենք ազգային պատժիչ մարմին,
Եվ մենք ձեզ կհիշեցնենք այս ամեն ինչը, ձեզ եւ ձեր հետո սերունդներին բոլորին։ Ինչ եք դուք անում։ Արդյոք դեռ կան բարթանել։ Ստեղծել այդ մարմինը, որ աշխատի եւ դառնա համազգային դատարան ստեղծենք հայ ազգի։ Ստեղծենք համազգային գիտական մի խորհուրդ ստեղծենք եւ ընդունենք ծրագրերը, բայց ծրագրերը սկսենք իրականացնել եւ Հայաստանը դառնի այդ ծրագրերի ամենակարևոր մասը։ Այդ աչքը, որ դուք ասում եք, շատ գեղեցիկ կերպարավոր օրինակ բերեցիք։ Ինչու՞ չի կարելի դա անել։ Ախր երբ որ երկաշարժ եղավ, ամբողջ հայությունը ոտքի կանգնեց։ Ու չեն կիսում իրար ոչ մեկս ոչ մեկին։ Այդ AGB-ուն ամերիկյան որ գոյություն ունի, համաշխարհային կառույց է, ինչու՞ նա, չգիտեմ, որ մեկը հիշեցնենք, ազնավուրին հիշեցնենք։ Մաս բոլոր անունները դժբախտաբար չեմ կարողանում արտանիշել։ Վազգեն առաջինին բոլորը միասին մի մարմին են հիշեն գիտնականներին հայ թվերին, Վիկտոր Համբարձումյանին ու Սերգեյ Համբարձումյանին, Իգիթյանին, բոլորը ոտքի են ելել, Վարդգես Պետրոսյանը, Սիլվա Կապուտիկյանը։ Չկար մեր մեջ ոչ մի կիսելու բան։ Ինչ գեղեցիկ ժամանակ էր։ Եվ այդ ամեն ինչը դառավ հիմք անկախ Հայաստանի, հասկանում եք, այդ բարեկամ եղբայրասիրությունը մեր մեջի։ Դրա հիման վրա ստեղծվեց անկախ Հայաստանը։ Շատ շնորհակալ եմ։ Պետք է նման մի Շատ շնորհակալ եմ, պարոն Կիրակոսյան։ շնորհակալություն ձեզ։ Ձեր շատ կարևոր դիտարկումները եւ գնահատականները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար ամենայն բարիք, մինչ նոր հանդիպում, բարին ընդ ձեզ։ Տեսնում։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր, իրավագետ, իրավաբան Ռուբեն Կիրակոսյանի հետ, ով հայ-ռուսական Արմռոստ իրավաբանական ասոցիացիայի ղեկավարն է, Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայից, լսեցինք իր դիտարկումները կապված ընդհանրապես Հայաստանի եւ Սփյուռքի միջև հարաբերությունների իրավական եւ փիլիսոփայական մի շարք հարցերի հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։ Ձերկ բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան on-line-ն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Անցած գիշերվանից ինտենսիվ խոսակցություններ սկսվեցին այն մասին, որ Իրանի եւ Իսրայելի միջև պատերազմը պետք է դադարի։ Ոնց որ թե սկսեց ստացվել, որ պատերազմն այնուամենայնիվ դադարի։ Օրվա ընթացքում խախտումներ իհարկե եղան, բայց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես ասում են, վերցրել է անձնական հսկողության ներքո այս հարցը եւ թե Իսրայելին, թե Իրանին հորդորում է այլևս դադարեցնել հարվածներ հասցնել միմյանց, ընդ որում դրանք բավականին ավերիչ հարվածներ են։ Մենք տեսնում ենք, թե Թեհրանում կան ավերածություններ, Թել Ավիվում կան ավերածություններ, Իսրայելի հարավում Բեերշևա փոքր քաղաք կա, այնտեղ մեծ ավերածություններ կան, դրանք բալիստիկ հրթիռների հարվածներն են։ Ընդ որում կողմերը բոլորն էլ խոսում են հաղթանակի մասին, թե իրանական կողմը, թե Իսրայելը, թե Միացյալ Նահանգներն են ասում մենք ենք հաղթել, որովհետև Իրանի միջուկային ծրագիրն այլևս ջախջախված է, Թրամփն է ասում։ Իհարկե, այս ամենը ինչպես կդասավորվի դեռ կապրենք կտեսնենք, բայց այստեղ մի քանի ուշագրավ բաներ եւս կան։ Ամենայն դեպս Փաշինյանի այցը Ստամբուլ կարճաժամկետ էֆեկտներ չունեցավ։ Կունենա արդյոք միջնաժամկետ, երկարաժամկետ էֆեկտներ,
Դա էլ կապրենք կտեսնենք։ Համենայն դեպս կարևոր է ֆիքսենք քաղաքական պահը եւ հասկանանք թե ինչ միտումներ են ձևավորվել եւ ուր են դրանք տանում։ Փորձենք հասկանալ եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար Չեխիայի մայրաքաղաք Պրահայից, մեր հյուրն է Էխո Կավկազը радиокаяни քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը։ Приветствую вас, господин Дубнов. Спасибо, что приняли мое приглашение. Здравствуйте, спасибо за приглашение. Господин Дубнов, вроде как этой ночью вот началась кампания по завершению, дипломатическая кампания по завершению войны между Израилем и Ираном. Правда, в течение дня были ряд нарушений, в том числе и серьезных, но, в общем, Трамп взял это под личный контроль и требует от сторон перестать наносить удары друг другу. Он так призвал развернуть израильские самолеты обратно на свои базы. Иран тоже призвал ракеты не пускать. Вчера лихо Иран пошел бить по американским базам в заливе и в арабских странах, но какой-то вот ограниченный был удар, ровно 14 штук, ровно столько же, сколько бомб американцы бросили по ядерным объектам. И вот на этом фоне сегодня стартует очередной саммит НАТО в Нидерландах, в Гааге. Туда собрался и Дональд Трамп. Ваша оценка вот текущего момента, какие тренды вырисовываются и куда они ведут, на ваш взгляд? Прошу. Ну, во-первых, бросается в глаза, что это какая-то война куртуазных маньеристов, потому что просто вот все эти раскланивания, все эти жесты какие-то в духе дуэльных кодексов средневековых, которые, исходя из которых делает свои заявления Трамп, ровно через несколько часов после того, как он предлагает сменить режим, а потом он опять перед этим режимом раскланивается, напоминает, что с этим режимом, в общем, совершенно не собирался бороться. А что вся эта игра его с Нетаньяху, она была игра, а сегодня мы видим опять все те же раскланивания в сторону Ирана за счет Нетаньяху, который, видимо, сидит, посмеивается над этими жесткими заявлениями Трампа, который очень недоволен Израилем. Вот. Все это, на самом деле, мне кажется, изменение роли вообще публичной политики, роли слов в политике, в дипломатии, которые произносятся и к которым как-то надо относиться всерьез. Так вот, к словам Трампа, как он сам говорит, относиться надо исключительно как к троллингу, которые живут буквально минут 15. Вот. И это не характеристика личностная Трампа или его каких-то моральных или аморальных качеств. Нет, это просто признак некого нового подхода к политическому декларированию. Вот. И это очень интересно, это такая новая технологическая вещь, к которой надо привыкать. Потому что когда представитель самой крупной и самой мощной державы говорит, что все, что я говорю, не имеет никакого значения, а следите за тем, что последует за этими словами, и никакой связи здесь не будет, и судите только поэтому, вот это какая-то другая логика, другая оценка ситуации. И вот что мы видим теперь. Мы видим, что Трампа вполне устраивает тот расклад, который есть в Иране. Ему совершенно не улыбается менять там власть, потому что смена власти – это непредсказуемость, это достаточная турбулентность, в результате которой могут прийти люди куда менее предсказуемые, чем Аятолла Хаменеи. Вот. И поэтому, в общем, в итоге американцы сделали все, чтобы уговорить, убедить, заставить Иран поставить точку в том процессе, который, в общем, не очень был доказан, но очень сильно по всем подозрениям шел к своей логической развязке. Значит, вот эту систему сомнений, эту систему неопределенности Трамп разрушил. Вот, собственно говоря, что главное во всей этой истории. Трамп боролся не столько с иранской ядерной программой, а с неопределенностью, которая была сама по себе политическим фактором. И вот это, мне кажется, очень важно. Попутно свои задачи решил Израиль.
А попутно, мне кажется, главным бенефициаром всего этого дела стала Турция. А все остальные, высказав все дежурные слова о необходимости мира и недопущению разрастания войны, ни на минуту не верили в это разрастание. Ни на секунду не опасались, на самом деле, каких-то неожиданных предложений, потому что, в общем, все было достаточно контролируемо, и все подчинялось этому самому куртуазному кодексу, исходя из которого вчера Иран нанес страшный удар по американским базам, а Нетаньяху и Трамп долго обсуждали, насколько символичным должен быть ответ Израиля на обстрелы Ирана. То есть это какая-то такая война нового типа, которую сконструировал Трамп исключительно под себя, которую он сконструировал, в которой он победил, и, собственно говоря, теперь просит Нобелевскую премию. Вот пока все. Прекрасно так, широкими мазками вы обрисовали общую такую панорамную картину, которая открылась на момент нашего с вами обсуждения перед нами. Господин Дубнов, это все продолжается на фоне войны, которую Россия ведет против Украины. Сегодня ночью, опять-таки, был ракетно-бомбовый удар по городам Украины. И, в общем, Россия проявляет все свои возможности для продолжения войны, но никак не для ее прекращения. И вот это все происходит на фоне такой масштабной трансформации вообще всей философии Европейского Союза, да? Всей этой изначальной базовой философии. Союз трансформируется в оборонный, в безопасностный союз, в сторону, дрейфует в сторону большей автономности стратегической. Как вам видится здесь дальнейшее развитие событий? Марк Рютте говорит о том, что Россия сейчас резко наращивает свой наступательный потенциал в экономическом плане. Это может обрушиться на наш континент, на Европу. Насколько вот такие настроения являются мейнстримом в политических классах европейских стран? Вы живете и работаете в одной из них. Как вам это все видится? Прошу вас. Мне кажется, Европа по-прежнему не воспринимает войну в Украине как свою. Мне кажется, что сама система европейского устройства, она по-прежнему исходит из того, что выборы надо выигрывать завтра, а если даже война начнется в Европе послезавтра. А раньше все-таки она, как здесь предполагают, не начнется. Поэтому, собственно говоря, вот это противоречие между политическим успехом, между внутриполитическими рисками, которые мы видим на всех выборах в Европе, да, победа правопопулистов, которые питаются не столько Россией, сколько войной, и Россией подпитывается, конечно. Вот это входит в явное противоречие с пониманием того, насколько опасно возможно продолжение войны в Украине. При этом еще есть американский фактор, мне кажется, очень важный, потому что Европе сейчас было продемонстрировано, что американцев больше волнует Ближний Восток, что война в Украине, во-первых, их меньше интересует сама по себе, а во-вторых, она их меньше интересует, потому что ее труднее закончить, и в нее труднее как бы сыграть такую решающую роль, как сыграли в Иране. И я думаю, что война в Украине для американцев – это гирька в какой-то более широкой схеме, в какой-то более широкой сделке, да, как это говорит Трамп. И европейцам приходится с этим считаться, потому что для них-то война в Украине куда важнее, чем война в Иране. То есть война в Иране, конечно, это вещь глобальная, теоретически очень важная, но практика для них происходит сейчас под Сумами. И вот это то, что происходит под Сумами, и то, что происходит при бомбежке Киева, входит в противоречие с их внутриполитическим устройством европейским. И саммит НАТО вынужден биться, мне кажется, в рамках этих противоречий между Европой и Америкой.
номер один, значит, и вот внутри себя самой номер два, где можно, хочется и нужно вроде бы делать какие-то шаги вперед, как-то отвечать на тревожные и вполне обоснованные опасения тех наблюдателей, которые говорят, что Россия вполне может проверить, протестировать 5-ю статью Вашингтонского договора где-нибудь в Нарве или в Даугавпилсе. Да. Это возможно. Потому что есть еще одна очень важная вещь, мне кажется, касающаяся противоречия Европы и Америки, но она в преломлении российском. Потому что я как раз не думаю, что Россия воюет, потому что она воюет, что ей очень хочется воевать. Я думаю, что в Москве тоже осознают некую бесперспективность дальнейшего военного продолжения. Но у Москвы нету мирного выхода. У него нет формулы выхода из войны так, чтобы это ее каким-то образом устроило. Она очень рассчитывала, и Америка, и европейцы, мне кажется, очень рассчитывали, что с этой формулой всем помогут американцы. Но Трамп, в общем, как бы не очень заинтересован в ней. И, во-первых, у него он не очень заинтересован, а во-вторых, в общем, ему совершенно некуда торопиться. Он может вполне себе позволить смотреть, как мучается над этой формулой Путин. Вот, и он смотрит и, в общем, как бы делает его более, возможно, сговорчивым. Так что я не думаю, что Путин здесь диктует Трампу. Я думаю, что, в общем, в какой-то степени все и наоборот. Вот, что здесь Трамп, если не контролирует ситуацию, то, по крайней мере, он фиксирует, он управляет временными параметрами, а это в данном случае очень важно. Вот. И вот это противоречие европейцы, то есть вот это и третье противоречие, да, европейцы рассчитывали на Трампа, что он, если не поможет Украине, то хотя бы поможет с каким-то выходом, да, который освободит европейцев, натовцев от необходимости все время думать о том, что делать с Украиной, потому что, в общем, как бы это больше волнует европейцев, чем то, что реально происходит с Киевом. Вот, ну вот, и их Трамп от этого не избавил, ни Россию, ни европейцев, и это тоже достаточно серьезный фактор продолжения войны и отношения к всему этому. Господин Дубнов, сегодня вот в британской Financial Times Фридрих Мерц и Эммануэль Макрон выступили с совместной публикацией, в которой вот красной нитью идет то, что угрозой номер один для Европы является Россия. Это, причем, заявляется так вот в порядке констатации. Что из этого следует или может последовать, на ваш взгляд? Ну, из этого следует, некий тренд, да, потому что, в общем, это важная вещь, потому что мы этого все-таки с такой ясностью в течение всех этих 3,5 лет не слышали. Мы слышали самые разные вариации на эту тему, мы слышали, как бы, такие, как говорят математики, асимптотические приближения к этой мысли, но четко так она не звучала, и в этом смысле приход Мерца, в общем, кое-что изменил. Вот. Представление о том, что Европа осознает свою опасность и знает, откуда она исходит, оно достаточно важно. Из него, это базовое представление, но из этого базового представления может что-то вырасти, а может что-то не вырасти. Но, тем не менее, с ним лучше, чем без него. И когда это говорится в день открытия саммита НАТО, в тот день, когда Трамп предъявит своим европейским коллегам не столько планы по решению российской проблемы, сколько, значит, еще раз, значит, доводы в пользу присуждения ему Нобелевской премии за Иран, вот в этот день это очень важно, что прозвучало, потому что возвращение, как бы, попытка не подчиниться вот этой повестке, которая будет навязана, американцы пытаются навязать этому саммиту, а вот и то, что, собственно говоря, навязывалось еще на канадском саммите G7, вот я думаю, что это важно. Я думаю, что Европа, по крайней мере, ищет, это признак того, что Европа ищет какой-то вариант самовыражения и самоутверждения, вот, и самоспасения в тех условиях, когда Трампу интересуют совершенно другие вещи. Господин Дубнов, попытаемся спроецировать вот все до этого описанное вами на наш регион. Вот накануне был саммит Европейского
экономического сообщества в Тиране. И вот, по всей видимости, именно в ходе таких кулуарных встреч на ногах, да, вот в рамках этого саммита и была достигнута договоренность о проработке вот этого рабочего визита Пашиняна в Стамбул. Но это был тот случай, когда суббота пришла раньше пятницы, да? И вот как раз за неделю до этого визита случилась вот эта война, и тем самым визит приобрел, ну, новый смысл, новое измерение, можно сказать, да? Где-то добавив, где-то убавив какие-то аргументы или контраргументы, но это вопрос оценочный уже. Да, визит все назвали историческим, но и в то же время уже пора бы констатировать, что здесь ничего прорывного не случилось. Да, позитив, да, хорошо, да, сам по факту визит исторически, это все да. Но краткосрочных эффектов нет. Но это не факт, что тем самым не будет и среднесрочных или долгосрочных. Как нам формировать наши ожидания на более такую отдаленную перспективу? Это начало какого-то процесса или просто формальная часть, или же ну, какое-то промежуточное звено? Ваша оценка? Я думаю, что вы совершенно правы, визит изменил свой смысл в связи с тем, что произошло, но я бы даже немножко добавил, я бы сказал, что он потерял свой смысл, потому что он оказался полностью скомпрометирован той реальностью, которую никто не мог предполагать ни в Тиране, ни, может быть, даже раньше, когда вообще началась проработка этого визита. Потому что я думаю, что он затевался как некий элемент такого неспешного армяно-турецкого процесса, в котором никто никуда не торопится, все понимают, что ждать особо нечего, но символы очень важны, и в этом смысле как бы ничто не мешало назвать его историческим тогда, если бы это случилось в те дни. Мне кажется, что еще очень важно то, что для Пашиняна он был важен с точки зрения его политической технологии, одной из главных составляющих которой является подмена внутриполитической повестки внешнеполитической, потому что здесь во внешнеполитической повестке, которую он легко трансформирует в повестку безопасности для Армении, а это главная повестка все-таки, главная часть, то, что интересует даже недовольного Пашиняном избирателя. И здесь это поле, где он может выиграть, и поэтому, собственно говоря, думаю, что этот визит был для него частью этой игры. Но когда мы говорим о компрометации реальностью, да, то эта реальность не только внешнеполитическая, это не только война, это еще и бурные события внутри Армении. Да. И поэтому, скажем, посещение собора, Патриаршего собора в Константинополе, я думаю, изначально было частью этого визита, но оно тоже приобрело совершенно другой смысл в атмосфере конфликта Пашиняна с церковью. И я думаю, что если бы не случилось конфликта, то и патриарх как-нибудь нашел возможность отложить свою поездку в США, и духовенство, высшее духовенство патриархата не проигнорировало бы встречу с Пашиняном. Но это тоже наложило свой отпечаток, и здесь тоже пришлось носить свои коррективы, и здесь тоже и попытка Пашиняна, возможная попытка, мне кажется, что рассматривались такие варианты, каким-то образом поиграть на непростых отношениях Горигина II с патриархом Константинопольским. В общем, вряд ли там всерьез рассчитывали на то, что патриарх поддержит Пашиняна, но, по крайней мере, в общем, как бы использовать эту брешь, я думаю, что хотелось бы. Но, как бы патриарх искусно увернулся, от этой интриги, в ней не поучаствовал, так что здесь, в общем, тоже ничья, которая, в общем, мне кажется, и вообще во всем освещении визита в Турцию, в общем, мне кажется, армянская власть не делает сейчас ставку на его большую рекламу, но, в общем, здесь тоже ничего страшного нет, потому что еще год до выборов, и это та история, которую можно повторить.
Да, еще одна важная вещь. Да, пожалуйста. Что касается, собственно говоря, армяно-турецкого процесса, то тоже здесь не думаю, что кто-то питал какие-то иллюзии, потому что в общем, понятно, да, что одной из осей армянской дипломатии, логических осей, является попытка, если не распараллелить процесс армяно-турецкого регулирования и армяно-азербайджанского регулирования, то хотя бы хоть как-то сделать их независимыми. Вот, что, разумеется, совершенно не приветствует Баку. Вот, и здесь было важно, мне кажется, то, что за день до приезда Пашиняна совершенно демонстративно, значит, прилетел Алиев в Турцию на открытие этого квартала, значит, который был в Кахраман-Мараше построен. В общем, можно было прилететь любой другой день. Но вот Эрдоган и Алиев должны были все-таки показать, что, ну, перефразируя известную украинскую формулу, да, ничего об Азербайджане без Азербайджана. И эта декларация была явлена и миру, и Пашинян, который прилетел на следующий день. Господин Дубнов, вот как в ночь с 12 на 13 июня началась война, понятно, что воздушное пространство всего этого театра военных действий от Израиля до Ирана, причем включительно обе страны, оказалось закрытым. Плюс к этому, ну, под большой проблемой оказался и наземный транзит для Армении через Иран, который имеет очень важное значение для армянской экономики. И вот по прошествии 1-2 дней, когда вот скриншоты циркулировали в социальных медиа из флайт-радара, да, и что мы видели? Севернее нашего региона воздушное пространство закрыто, южнее нашего региона закрыто. И вот все воздушное сообщение между Европой и Азией шел через вот такой маленький коридор через наш регион. И на заседании правительства Пашинян говорил о том, что, в общем-то, в нашей истории это беспрецедентная интенсивность полета международных полетов на нашей территории. Мой вопрос следующий. Ну, казалось бы, разумные люди, когда смотрят на вот такой воздушный трафик, может возникнуть вопрос, да, а почему этот трафик, скажем так, не приземлить и то же самое не сделать касательно вот наземного сообщения. И что этому мешает? Да, вот вопрос такой. Оказывается, достаточно подписать лишь одну уже согласованную бумагу, соглашение, и открыть все коммуникации, о важности которого говорил и сам Эрдоган, правда, без обозначения временных горизонтов. И тем не менее, как вы считаете, этот вопрос заключения соглашения между Арменией и Азербайджаном, он будет привлекать большее внимание со стороны и Соединенных Штатов, и Европы, или все-таки нет, все будет идти по инерции на основе вот этого? На ваш взгляд. Сейчас хочу уточнить, мы говорим о соглашении о коммуникациях или о мирном соглашении? О мирном соглашении, который повлечет за собой и коммуникации, потому что, очевидно, без мирного соглашения, ну, какие коммуникации? Прошу. Ну, я как раз распараллелил бы два этих процесса, потому что, в принципе, теоретически коммуникации можно открывать и без мирного соглашения. Потому что мирное соглашение, в общем, такая штука, которая прикладного значения может и не иметь. Россия и Япония, как мы знаем, не имеют мирного договора. А самолет летает, отлично себя чувствует и даже каким-то образом разделяет зоны ловли краба.
Я думаю, что это два разных процесса, которые, конечно, объединены какой-то единой рамкой, единой матрицей. Но проблема в том, что, в общем, мирный договор сейчас, мне кажется, особо никому и не нужен. Прекрасно можно жить без этого мирного договора. В той редакции, которой хотел бы получить мирный договор Азербайджан, он получить его не сможет, потому что там не будет слов о капитуляции, а без слов капитуляции мирный договор ему не нужен. Вот, соответственно, по той же самой причине, по причине этих стилистических различий, конечно же, не может торопиться с ним и Ереван. Но это абсолютно не важно. Важно, что он был согласован. Всем заинтересованным сторонам был послан сигнал о конструктивности обеих сторон, и большего сейчас с этих сторон никто ничего не требует. Вот, тем более, что мне кажется, что, еще раз, он не влияет на какие-то прикладные вещи, в частности, коммуникации, потому что спор о них, мне кажется, исходит из других мотиваций и других постулатов. Я не думаю, что коридор сошелся свет клином для Азербайджана и даже для Турции. Было бы хорошо такую вещь иметь, вопросов нет. Но без него жили, и можно жить дальше. Он не, как-то вот это не необходимость номер один, и уж тем более не казус белли ни для Азербайджана, ни тем более для Турции, которая, собственно говоря, сейчас, мне кажется, ее главная цель номер один – это обозначить себя как гаранта стабильности во всем регионе и, соответственно, обозначение себя как лидера этого региона, к чему она стала ближе, кстати говоря, после Ирано-Израильской войны. И я думаю, что ничего особо не изменится в иранской логистике, потому что, да, действительно, был какой-то тревожный момент, когда в Армении могли почувствовать себя единственной по-серьезному пострадавшей от этой войны страной, потому что все остальные как бы больше говорили об этом влиянии и тревогах. Вот, а почувствовал себя как бы из-за вот этой логистики в Иране и Армении. Но я не думаю, что эта логистика дальше будет как-то нарушаться. Все, собственно говоря. Трамп объяснил, и все мы видим, что ничего в Иране никто менять не хочет. Я даже сильно подозреваю, что никто не будет возражать против дальнейшей поставки Ираном шахедов России. Там с баллистическими ракетами сейчас все будет, значит, немножко не так, а вот шахеды, я вполне допускаю, что будут продолжать лететь в Россию и, значит, и взрываться в Украине. Здесь я думаю, что, опять же, все это как бы все, кроме Фордо, значит, и ядерных вещей, в общем, как бы ничего не изменится. Власть останется та же, элита останется те же. Значит, интернет, когда появится, а появится он тогда, когда уже всем и так объяснят, что, как когда, помните, в сборную Кореи, в Северной Корее сказали, что нас выиграл чемпионат мира, да? Да. Вот, собственно говоря, Иран выигрывает чемпионат мира, значит, еще несколько недель, я думаю, будет выигрывать, а потом, когда все утихнет, может быть, снова включить интернет. Вот. Это все как бы нормально, и с этим никто бороться не будет. В этом смысле ничего не изменится, но Иран будет ослаблен в политическом плане, потому что у Ирана и так рычагов стало меньше, и его прокси стало меньше, его военная мощь сейчас и так в достаточной степени уничтожена. Так что Иран проигравшая сторона, и это будет как бы фактором внутри политического устройства региона. Но с точки зрения каких-то коммуникационных вещей я не думаю, что что-то сильно изменится. Что ж, спасибо, господин Дубнов, за ваши очень важные наблюдения и оценки, которыми вы поделились с нашими телезрителями и уделили время нашему эфиру. Всех благ вам, до новых встреч, всего доброго. Спасибо. Մենք զրուցեցինք մեր գործընկեր Վադիմ Դուբնովի հետ, ով Էխո Կավկազը ռադիոկայանում քաղաքական վերլուծաբան է, լսեցինք իր դիտարկումները կապված տարածաշրջանին եւ տարածաշրջանից դուրս մի շարք իրադարձությունների հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։ Ձերք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։
Շարունակենք քննարկել օրվա թեման, ինչպես հայտնի է այսօր գիշերվանից Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սկսեց ջանքեր գործադրել, որպեսզի դադարեցնի պատերազմը Իսրայելի եւ Իրանի միջև, մինչ այս պահը մի քանի խախտումներ, այնուամենայնիվ այն էլ կոպիտ խախտումներ արձանագրվեցին, բայց ըստ էության կողմերը հանձնառություն են ստանձնել այլևս պատերազմական գործողություններ չվարել։ Ինչով այս ամենը կավարտվի դեռ բարդ է ասել, որովհետև ինչպես ասում են իրավիճակը դեռ տաք է։ Բայց հենց այսօր էլ մեկնարկեց Նիդերլանդներում Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որին անձնական մասնակցություն ունի նաև Միացյալ Նահանգների նախագահը։ Այդ գագաթնաժողովին հրավիրված է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Բնականաբար Զելենսկին, ինչպես նաև տասնյակ միլիոնավոր ուկրաինացիներին մի կենսական հարց է հետաքրքրում, ինչ է լինելու այս պատերազմի հետ, որ Ռուսաստանն է սանձազերծել ընդդեմ Ուկրաինայի։ Բացի դրանից, այս իսրայելա-իրանական պատերազմից հետո ինչ տրամադրություններ են տիրում Մոսկվայում, իսկ այնտեղ, ինչպես ժողովուրդն է ասում, շատ խառն են, որովհետև բավականին ցավոտ էին այդ հարվածները, չէին սպասում, որ թե Իսրայելը, թե Միացյալ Նահանգները այդ սպառնալիքներից հետո, որոնք սովորական էին այլ նախագահների պարագայում, կնյութականանան նախագահ Թրամփի օրոք։ Փորձենք հասկանալ իրավիճակը եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար Ուկրաինայի մայրաքաղաք Կիևից, մեր հյուրն է Ուկրաինայից քաղաքական վերլուծաբան Օլեգ Մարտիրոսյանը։ Բարև ձեզ, պարոն Մարտիրոսյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Քանի որ ձեզ համար ավելի հեշտ է հաղորդակցվել ռուսերենով, անցնեմ միանգամից ռուսերենի։ Спасибо, что приняли мое приглашение. Приветствую вас. Добрый день. Господин Мартиросян, вы следите за ходом событий. Вот этой ночью Дональд Трамп начал прилагать усилия, чтобы завершить войну между Израилем и Ираном. На момент нашего с вами обсуждения, да, были какие-то нарушения этих строгих предписаний из Вашингтона, но тем не менее стороны взяли на себя обязательство прекратить военные действия. Дальше, конечно, мы посмотрим, насколько долго стороны будут придерживаться этих обязательств. Но, тем не менее, сегодня же в Гааге, в Нидерландах стартовал саммит НАТО. И на этом саммите будет и президент Трамп, и президент Зеленский. Естественно, десяткам миллионов для десятков миллионов украинцев жизненно важным вопросом является та война, которую Россия развязала против Украины. Сегодня, кстати, этой ночью Россия продолжила варварские бомбардировки и Киева, и других городов Украины. Мы видим, у Путина нет никакого настроения прекращать эту войну, и отчетливо видим настроение эту войну продолжать. Ваша оценка политического момента, прошу. Благодарю за возможность участвовать в вашей передаче. Я думаю, что здесь несколько параллельных процессов, которые каждый влияет по-своему на общую ситуацию в мире и на ощущение безопасности у разных народов. Ну, я хотел бы немножечко про Иран сказать. Я глубоко убежден, что война, которая израильское, иранское, ну и вот это противостояние двух народов Израиля и народов Ирана, оно только в самом начале. И, безусловно, Дональд Трамп прикладывает определенные усилия для того, чтобы временно было прекращение огня на этом фронте. Но я считаю, что
та ненависть, которая порождена уже, она просто так не исчезнет. И более того, для корпуса стражи Исламской революции каждая ракета, которая летит с Израиля в Иран, каждая ракета, которая летит американская по Ирану, это доказательство в какой-то степени их правоты, и это скорее усиливает их возможность, скажем так, проводить определенные репрессии ради безопасности, для сохранения безопасности для граждан Ирана. И, на мой взгляд, это усиливает их режим. Если говорить о том, что на данный момент, на сегодня, пока сейчас не летят ракеты в две стороны, скажем так, то я думаю, что это в любой момент может измениться. И опять же, цель, с которой Соединенные Штаты приняли участие в этой операции и фактически ликвидировали, как они заявляют, ядерный арсенал, то я не думаю, что у Соединенных Штатов есть намерение приступать к активным действиям по, скажем так, демонтажу того режима, той власти, которая есть сейчас в Иране. А это означает, что без прямого вмешательства иноземной операции, которую должны проводить Соединенные Штаты, иранской системе ничего не угрожает. И, соответственно, возможность обстреливать баллистическими ракетами Израиль или еще какие-то цели, связанные с Израилем, они у Ирана остаются. И я очень хочу, чтобы люди не умирали. Я хотел бы, чтобы слова Дональда Трампа, которые он в своих социальных сетях Truth Social, X публикует, чтобы это было действительностью. Но я очень скептичен в этом вопросе, и я прекрасно понимаю, что войну начать гораздо легче, чем ее остановить. И ceasefire, прекращение огня, это не мир. Это не прекращение войны, это промежуточное звено, которое позволяет силам нарастить еще, сторонам нарастить еще больше сил для продолжения войны уже в других условиях. И другая ситуация, но у нас в российско-украинской войне, когда украинская сторона уже некоторое время ведет переговоры с российской о том, чтобы была возможность достичь прекращения огня. На сегодняшний день и Владимир Путин, президент России, и члены его правительства уже откровенно сказали, что они не заинтересованы ни в каком прекращении огня, и что они планируют воевать столько, сколько им понадобится. И в этой ситуации есть очень простой выбор. Будут ли, например, Соединенные Штаты во главе с Дональдом Трампом помогать украинским вооруженным силам дальше противостоять Российской Федерации? Если Соединенные Штаты сейчас примут решение о том, что они должны не вмешиваться и имитировать еще какой-то следующий переговорный процесс, или что они предпримут решение, что это не их война и это вопрос безопасности Европы, то на какое-то время мы останемся без американской помощи. И я вам так скажу, в Украине готовы к разным вариантам развития событий на нашем фронте. И тут ключевой момент — это единство НАТО и насколько Европа на сегодня готова обеспечивать собственную безопасность и насколько Европа готова обеспечивать, скажем так, помощь Украине, которая в итоге является наибольшей гарантией безопасности для самой Европы сегодня. Потому что война, которую ведет Россия против Украины, это война за влияние в Европе. Это не просто война за ликвидацию украинской государственности, украинской идентичности, но помимо всего прочего, важнейшей целью для Российской Федерации является установить контроль над Европой. И речь идет о зоне влияния, речь идет о, скажем, возможности через страх привести Европу к такому виду, которая бы максимально была лояльна к России и усиливала Россию, покупая ее энергоресурсы и остальные возможности, которые снятие санкций, и все остальное. Господин Мартиросян, с выделением помощи
Соединенными Штатами мы видим какое-то неприятие этой идеи со стороны Трампа, да? Что мы так и так предоставили очень много, сейчас мы больше концентрируемся на усилия по прекращению этой войны. Он говорит, он вице-президент и так далее. А как вы думаете, как насчет того, чтобы Трамп продал вооружение Европе, в том числе и с целью передачи этих вооружений Украине? До того момента, пока Путин не придет к той единственно правильной мысли, что воевать дальше нельзя. Это реалистичный такой сценарий или какая-то фантастика на данный момент, на ваш взгляд? Мы работаем над тем, чтобы это стало реальностью, и, соответственно, я бы отметил следующее. На сегодняшний день оборона Европы строится на огромной связи и влиянии Соединенных Штатов. Европейские государства, они уменьшили свои оборонные бюджеты до минимума за годы предыдущие десятилетия, скажем так. И начало уничтожения международного права, начало аннексии Российской Федерации Крыма и потом война на Донбассе, они не привели Европу к быстрому пониманию того, что для них и существует угроза. На сегодняшний день самая большая угроза для Европы – это Российская Федерация. И об этом уже прямо заявляют лидеры европейских стран. И я думаю, что они очень заинтересованы в том, чтобы помогать Украине и покупать вооружение у Соединенных Штатов для нас. Потому что наши воины, вооруженные силы Украины, сейчас почти 1 миллион человек, они в прямом смысле останавливают российскую армию, российские возможности и российские аппетиты. И, соответственно, я абсолютно убежден, что европейские лидеры заинтересованы в том, чтобы возможность приобретения американского вооружения для Украины стала реальностью. Следующий вопрос заключается в том, насколько это будет реализовано. Ведь, думая о безопасности, европейцы в первую очередь думают о собственном военно-промышленном комплексе, о собственных возможностях и о своих границах, границах Европейского Союза. И, соответственно, на сегодняшний день они не производят достаточно оружия для того, чтобы самостоятельно, без вмешательства США, например, защитить рубежи Европейского Союза от возможного в будущем какого-то российского вторжения. Так предположим. Соответственно, они будут также выделять деньги на то, чтобы приобретать вооружение для собственных государств, для обороны собственных границ. И это также будет большим таким моментом в том, насколько они смогут нам помогать. Они не могут все свое вооружение и все, что они будут приобретать в Соединенных Штатах, передавать нам. Было бы замечательно, если бы они нам передавали как можно больше. Потому что пока украинские вооруженные силы защищают украинскую государственность, пока они держат фронт, пока вооруженные силы в прямом смысле перемалывают эту российскую армию и российские возможности, для европейских государств, для ЕС нет никакой опасности прямого вторжения. Для того, чтобы представить будущее вторжение Российской Федерации на европейские страны, нужно понимать, что для этого нужно прекращение огня, перегруппировка российской армии, собирание сил, возможностей, ресурсов для того, чтобы подобную операцию для россиян провести. Сейчас, пока идет война с Украиной, Россия ведет войну с Украиной, все силы, все ресурсы, все возможности россияне сюда в прямом смысле направляют. И хотел еще обратить внимание на такой интересный момент. Когда началась израильско-иранская война, и правительство Ирана обратилось за помощью к Российской Федерации,
то Российская Федерация ничего не смогла предложить Ирану. И, соответственно, здесь можно вспомнить несколько историй, когда российская армия никак не действовала и никак не оказывала помощь своим союзникам. С Ираном не такие союзнические отношения были, как с Арменией, например, но не так давно была операция в Сирии, и, скажем так, Башар Асад, он сейчас в России, и это единственное, что они смогли предложить ему и его режиму. Соответственно, я могу предположить, что единственное, что сегодня может Путин и его правительство предложить Ирану, это участь Башара Асада. На большее возможностей в Российской Федерации сейчас нет, тем более основной целью, идеей фикс и направленностью всей его внешней и внутренней политики является война с Украиной и его желание достичь влияния в Европе за счет того, что Украина, на его взгляд, будет сателлитом или полностью там повержена. То есть тут, я думаю, они там могут разные варианты, временные и так далее рассматривать. Но я вам точно могу сказать, что этого не будет. Украинская армия стоит. Мы будем защищать нашу страну, и россиянам не на что надеяться. Я хотел еще отметить один момент. Сейчас, вот сегодня, например, было множество, скажем так, ударов по украинской территории, но особо я хотел обратить внимание на удары по городу Днепро. Там было разрушено где-то 14 школ, детских садиков, поликлиника, где-то 150 пострадавших, почти 10 человек умерших на сейчас. И, соответственно, они уничтожают гражданское население, они разрушают инфраструктуру, школы, детские садики. Но это вообще, что может быть хуже и ужаснее. Хотя это не впервые, поэтому у нас здесь никто уже давно не удивляется. Но они делают все это для того, чтобы вызвать ощущение страха у гражданского населения украинцев. А на самом-то деле для воюющих вооруженных сил, для, скажем так, обороны Украины, это еще больше вызывает ненависть, желание мстить и еще больше желание, скажем так, останавливать россиян и не позволять им продвигаться по нашей территории ни на километр. Я уверен, что мы все сделаем для того, чтобы Россия сломала свои зубы об нас, и чтобы она больше никогда никому не могла угрожать. И она не добьется Украины, и, соответственно, Украина таким образом будет защищать Европу, потому что мы взяли на себя основной удар. Господин Мартиросян, на ваш взгляд, Россия учуяла так вот в воздухе какую-то вот атмосферу разрушения всяких ограничителей, да, писанных, неписанных в международных отношениях вообще по развязыванию и ведению войны. Причем она и является ведущим соавтором наряду с некоторыми режимами-изгоями, которые вели себя аналогично. И вот мой вопрос в следующем. Путин будет наращивать разрушительную мощь своих ударов. Во всяком случае, это у него в голове, в намерениях. А как насчет возможностей и возможностей Украины перебить такие настроения в России своими продолжением своих дальних ударов по российской военной логистике, военно-промышленному комплексу, энергетическому комплексу? Мы видим, что русские фактически объявили о том, что даже они выходят из рамок договоренностей устных, что по энергетической инфраструктуре бить не будут, а сейчас бьют. И как дальше? Прошу. Хочу отметить, что Украина на сегодняшний день разрабатывает и производит очень много собственного оружия. Да. Поэтому вне зависимости от того, будет ли какая-то внешняя поддержка, Украина сможет и самостоятельно держать строй и продолжать защищаться от российских атак. Самим гораздо сложнее.
Соответственно, поэтому украинцы со всех возможных площадок призывают помогать и каким-то образом, скажем так, поддерживать украинское войско в этой неправедной, назовем так, агрессии России. Если говорить о российских аппетитах, то они очень-очень большие, но их возможности не соответствуют этим аппетитам. И, соответственно, если Россия будет дальше стараться затягивать войну, воевать, 10-20 лет, то у них не получится, скажем так, с такой интенсивностью долго вести военные действия. В какой-то момент начнет рушиться их экономика, в какой-то момент их возможности вести активные боевые действия упрутся в стенку. Для этого нужно будет, например, им проводить всеобщую мобилизацию. Есть очень много моментов, которые могут произойти в будущем, связанных с российской атакой и их возможностями. Но одно очевидно, что для самих россиян долгая, интенсивно высокая фаза военных действий сулит опасностями и экономическими проблемами и дестабилизацией населения. И это никак не будет связано с отношением россиян к нам. Это будет связано с внутренними проблемами, с отсутствием возможности купить большое количество продуктов для среднестатистического гражданина. И это все будет в итоге влиять и, возможно, приведет в какой-то момент к прекращению огня. Но само противостояние российского народа и украинского народа, оно на очень-очень долго. Эта ненависть, которая сейчас есть, она так же, как и ненависть между Израилем и Ираном, так же, как и ненависть между другими народами, которые воевали и которые оставили очень много родственников погибших, свои дома, разрушенные судьбы и разрушенное прошлое, и очень много боли и ненависти, которая пришла в результате войн. Она просто так, эта ненависть никуда не девается. Поэтому украинская сторона готова к долгому противостоянию с Россией. Мы заинтересованы, чтобы как можно быстрее было прекращение огня, для того, чтобы наша страна могла дышать, могла развиваться, могла просто экономически процветать и восстанавливаться после этих ужасных разрушений, которые нам принесла Россия. Мы не будем никогда первыми бить по России, потому что у нас нет цели уничтожить Россию, у нас нет цели быть угрозой для России. У нас есть цель просто жить у себя дома и, скажем, контролировать нашу территорию, возможность здесь жить без России. Если мы говорим о России, то, разрушив международное право в 2014 году, присоединив Крым к своей территории, назвав, они создали огромное количество и для себя в том числе опасностей, которые в будущем могут сыграть злую шутку с Российской Федерацией. И на сегодняшний день следует констатировать, что международное право перестало работать. Уже сейчас очень многие государства плюют на те же обязательства, которые они брали, или относятся очень скептически по поводу этих обязательств. То, что сейчас началась израильско-иранская война, то, что сейчас происходит нестабильность в разных регионах, в Африке в том числе, в разных государствах, это все результат того, что перестали работать законы для всех. Поэтому основная задача всех цивилизованных стран и стран, которые хотят развиваться, это добиться в будущем восстановления международного права или создания нового международного права, которое будет всерьез восприниматься всеми государствами. Пока это не будет сделано, мир в опасности и конфликты могут возникать на разных участках между разными государствами. Мы надеемся, что Российская Федерация в какой-то момент начнет вести себя иначе и займет другую позицию, потому что, опять же, все то, что они сделали, все то зло и все эти разрушения, скажем, нарушения своих же обязательств, это столько, они, вот все, что они обещали Украине, да даже не только Будапештский меморандум или договор о признании границ общие, или договор о дружбе и так далее, они нарушили вообще все, что можно нарушить, и ежедневно создают фейки, неправду по поводу того, что происходит на самом деле. В какой-то момент они будут заинтересованы прекратить это для собственного блага, для собственного развития и для собственного выживания.
Сейчас этот момент не настал, но он может настать и через 5 лет, и через 10 лет, но он точно настанет. И сама Россия будет заинтересована в далекой перспективе к возвращению или к установлению нового международного права. Они воюют сейчас за то, чтобы окончательно разрушить предыдущее международное право и навязать силой свою волю, свои желания, свои хотелки по поводу того, что может происходить с Европой в будущем. Я абсолютно уверен, что не только Украина, а и Европейский Союз этого не допустят, потому что это тоже экзистенциальная угроза для существования Европейского Союза как политического организма. И поэтому я очень надеюсь, что они в будущем будут нам помогать. И в заключение, господин Мартиросян, вот накануне в Канаде состоялся саммит Большой Семерки, на который был приглашен президент Зеленский. И он поехал туда, но вот встречи с Трампом не получилось, он встретился с другими лидерами. И вот саммит НАТО, предварительно уже говорят о том, что он будет длиться где-то 2,5 часа, не более того, потому что Трамп не любит таких долгих и многолюдных встреч, человеку под 80 теперь. Как вам кажется, та повестка, с которой президент Зеленский был в Большой Семерке, а сейчас на саммите НАТО, она будет ли реализована по итогам вот этого Гаагского саммита? Кстати, довольно символическое место, да? Вот, прошу. Я скажу следующее. Дональд Трамп – это человек, который своими действиями, своей политикой также не укрепляет международное право. Когда Дональд Трамп говорил о том, что у стран Балтии есть какая-то особенность, это, соответственно, тоже очень сильно напугало не только страны Балтии, а и весь Европейский Союз и всех его коллег, членов НАТО. И я думаю, что для того, чтобы все эти замечательные события и саммиты имели ценность и принесли результат, для этого нужна в первую очередь политическая воля ведущих игроков. Если представить, что Соединенные Штаты не захотят активно участвовать в сотрудничестве с другими членами НАТО и своими возможностями усиливать безопасность всего блока, то это не означает, что НАТО автоматически перестает существовать. Безусловно, Соединенные Штаты – это наиболее крупная страна в этом союзе. Но каждая страна, она также понимает угрозы для своей безопасности, потенциальные и приближающиеся. И они будут, соответственно, объединяться в какие-то, я думаю, более мелкие союзы, но которые будут приводить к более дельным результатам. В какой-то момент я абсолютно уверен, что Соединенные Штаты вернутся и укрепят своей новой политической позицией НАТО. Но это будет не скоро. На сегодняшний день это понимание есть, я думаю, у всех ведущих других членов НАТО, и они, соответственно, будут предпринимать разные действия для того, чтобы обезопасить себя в первую очередь, и для того, чтобы не допустить возможности ликвидации НАТО или его разрушения. Для них сейчас очень важно вести диалог с Дональдом Трампом, поддерживать статус Соединенных Штатов в НАТО и одновременно с этим принимать решения, возможно, самостоятельно, которые будут усиливать безопасность конкретно каждого члена НАТО по отдельности. И я полагаю, что сейчас время поменялось, конечно, и отношение к Украине тоже, к сожалению, меняется, потому что затяжная долгая война, она вызывает у многих раздражение, усталость, и этим пользуется российская пропаганда, ее агенты по всему миру, это все естественно, но здесь вопрос экзистенциальный. И я следующее вам скажу, что в какой-то момент может произойдет какая-то политическая новая реальность, в которой отношение к Украине вновь будет играть большую роль в политике Соединенных Штатов.
На сегодняшний день Украина рассчитывает на помощь европейских стран и очень надеется на понимание Соединенных Штатов по поводу того, что происходит в нашей стране, и по поводу реальной опасности Российской Федерации и ее действий и ее политики. Спасибо, господин Мартиросян, за ваши обстоятельные комментарии и оценки, которыми вы поделились с нашими телезрителями. Вашей прекрасной стране скорейшей перемоги и мира. Слава Украине. До новых встреч. Всего доброго. Берегите себя. До свидания. Вы тоже. Всего доброго. Всех благ. Спасибо. Մենք զրուցեցինք մեր գործընկեր քաղաքական վերլուծաբան Օլեգ Մարտիրոսյանի հետ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևից, լսեցինք իր դիտարկումները կապված ներկա քաղաքական պահին Ուկրաինայի շուրջ զարգացումների հետ։ Այսօր թերևս այսքանը, հարգարժան տիկնայք եւ պարոնայք, կհանդիպենք արդեն վաղը, խաղաղություն եւ բարի նույնձեզ։